պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը եւ խաղաղության միջավայրում երկիրը դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են եւ այստեղ նախ պետքա բոլորս սովորենք այդ միջավայրում ապրել, որովհետեւ մենք չգիտենք դա ինչ բան է, անկախության ընթացքում մենք երբևէ Հայաստանի, այսինքն մենք այդպիսի միջավայրում չենք ապրել եւ այստեղ ոչ միայն նախարարությունը, այլ նաեւ գործարար համայնքը, մարդիկ, պետական կառավարման մարմինները բոլորս պետք է սովորենք այստեղ ապրել եւ ես նույնպես համարում եմ, որ մենք նույնպես համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մեր համար այստեղ նաև թիրախներ ենք որոշել այդ դրան համարժեք, որ օրինակ Fortune 500 այդպիսի ցանկ կա համաշխարհային բրենդների, խոշոր բրենդների եւ այդ ցանկից օրինակ այդ ցանկի կազմակերպությունների հետ աշխատանք եւ նրանց բերելը։ Օրինակ մինչեւ խաղաղության process-ը մենք բազմաթիվ ընկերությունների հետ փորձեր կատարել ենք, ուրեմն շփում անգամ հաստատելու արձագանք չի եղել։ Արձագանք անգամ չի եղել, որովհետև ասել են մենք չենք գալիս մի միջավայր, որտեղ օրինակ ամեն օր զինվորների մահվան, պատերազմի, կրակոցի, հարձակվելու, գրավելու, պաշտպանվելու եւ նմանատիպ բաների մասին ռեալ խոսակցություն, այսինքն ոչ միայն մամուլում եւ այլն, ռեալ իրականություն է։ Հիմա արդեն այդպես չի եւ հիմա խոսակցություններ կան կոնկրետ եւ օրինակ վերջերս ես մի համաշխարհային բրենդի ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, ըստ էության կարող եմ ասել, որ շատ շուտով օրինակ իրանք արդեն կմտնեն հայկական շուկա։ Զուգահեռ հիմա թիմերը տարբեր ներդրումային ընկերությունների հետ, եվրոպական, ամերիկյան եւ այլն աշխատում են, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ ներդրումներ ներգրավել, որովհետեւ տնտեսական աճի համար շատ կարևոր են այդ ներդրումները, այսինքն որպեսզի մենք ուզում ենք եթե հաջորդ 5 տարվա ընթացքում եւս օրինակ ունենանք միջինը 7% աճ կամ չգիտեմ, թեկուզ ավելի համեստ ասենք 6% աճ կամ 5% աճ, որը մեր պոտենցիալից էլի բարձր է։ Դրա ենթադրում է համապատասխան քանակի, այսինքն 5% աճը ենթադրում է այսքան ներդրումներ 6%-ը, այսքան ներդրումներ հաշվարկներ կա 7-ը, այսքան 5%-ի համար այսքան մեր արտադրողականությունը պիտի բարձրացնենք 8-ի, չգիտեմ, 5% կամ 7%-ի համար, այսքան, սրանք շատ կարևոր է եւ ես նաեւ հիմա փորձում ենք գնահատել սահմանի բացման էֆեկտները, մեր վրա ինչպիսի էֆեկտներ կունենա եւ աշխատանքներ ենք այդ ուղղությամբ ունենք արդեն մյուս աշխատանքը ամսի 35 հրապարակվի, էլի միջազգային հեղինակավոր գիտական ամսագրում, այս անգամ գնահատել ենք, թե հայ-թուրքական սահմանի բացումը ինչպիսի տնտեսական էֆեկտներ կունենա առևտրաշրջանառության, որ ապրանքներն են, որոնք որ կարելի է ներմուծել եւ դրանք Հայաստան ներմուծվում են եւ ինքնարժեքը կիջնի, որոնք են որ հնարավոր է որ կարողանանք արտահանենք, ինչպիսի հնարավորություններ է տալիս թուրքական նավահանգիստների հասանելիությունը եւ այլն, այսինքն այդպիսի բազմաթիվ գործոններ կան, այս առումով պետք է ասեմ, որ գիտակցումը կա, աշխատանքը կա, բայց սա էլ մի process է, որ պետք է սովորենք։